Ողջույն բոլորին։ Շատ կարևոր մի հատ շերտի մասին եմ ուզում խոսեմ, որը որ մեր գիտակցության ներսում կարողանում է շատ հետաքրքիր կերպով ու ամեն օր, ամեն վայրկյան մանիպուլացնի մարդուն։ Դա արած չի, որ վնաս տա, դա խորքային կերպով ծրագրավորված է մեր ուղեղին համակարգի կողմից կոլեկտիվ գիտակցության ներսում։ Այդ այն շերտն է, որը որ մարդ անընդհատ հետաձգում է իր այն լավագույն կյանքը, որ ինքը ներսում գիտի, թե ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է անի, բայց խորքային խանգարող ձայն կա, մտքեր, որոնք որ մարդուն ասում են հիմա չէ, վաղը, մյուս շաբաթ, մյուս ամիս, ու անցնում է տարիներ, մարդը հասկանում է, որ այն ինչ որ պետք է աներ, հետաձգման պատճառով, դեպպես էլ չի արել մեկ քայլ գոնե։ Բայց հիմա մենակ անուն տալը հերիք չի ծրագիրը հասկանալու համար, ուզում հասկանանք, թե ոնց է ինքը դրվել գիտակցության ներսում, ինչ տեսակով է աշխատում, դրա համար ուզում եմ մի հատ շունչ քաշենք, գնացեք դեպի սիրտ, գնացեք ձեր գիտակցության ներս, զգացեք, հիշեք այն պահերը, երբ եք հետաձգել այն լավագույնը, որ ձեր ներսում գիտեք, որ պետք է անեք, շատ ժամանակ ամեն հարմարանքը ստեղծում եք, ամեն քայլերը ձեռնարկում եք, բայց վերջի մի հատ քայլ կա, որ մարդը չի անում, բայց շատ ժամանակ անում է, երբ որ իրան տեսնողներ կան, թեկուզ մի հոգի ակտիվացնող այն մարդը, որ ակտիվացնում է իրան, որ ինքը սկսում է չվախենալ, սկսում է ստեղծել, կիսվել իր էներգիայով, որովհետև համակարգը հենց է դիզայն արել, որ մարդը ինքն իրան չընդունի, գիտակցի, որ իր լույսը, իր ստեղծագործությունը իր համար չի, այլ ուրիշների հետ կիսվելու համար է, դրա համար մարդը սպասում է, որ իրան պետք է լսող լինի, իրան պետք է տեսնող, իր ստեղծած այդ ապրանքը, իրը ինչ-որ մեկը պետք է լինի, որ նոր ինքը դա անի, նոր այդ քայլը ձեռնարկի, դրա համար անընդհատ մնում է վաղը, ու այդպես անվերջ ցիկլ է լինում, շրջապտույտ, ու մարդը տեղից չի դուրս գալիս, ամբողջ իր կյանքի ընթացքում։ Հիմա ես խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ ուզում են դուրս գան, պետք է մի պահ հասկանաք, թե ոնց է ծրագիրը գործում, ծրագիրը գործում է, որովհետև ուզում եք միանգամից ձեր լավագույնը անեք, ուզում եք 100% փորձ ձեռք բերած արդեն անեք, ամենահնարավորինս կերպով, ինչքան կարող եք դա լինի ամենալավագույնը, ինչքան կարող եք դա լինի գեղեցիկ, ճիշտ շարադրված, ճիշտ հագուստով, ճիշտ վայրում, բայց դա այդպես չի, այդ լավագույնը դուք սովորելու եք միմիայն առաջի քայլը անելով, ու այդ ամեն ձեր քայլը լինում է այդ աստիճանի քարերը, որ դուք կառուցելու եք, որ բարձրանաք հաջորդ ձեր մակարդակ, այդտեղ է սկսում ծնվել ձեր ինքնավստահությունը, այդտեղ եք սկսելու հավատալ ձեր ուժերին, ոչ թե մենակ իմանալով, որովհետև ձեր ուղեղը շատ հնարամիտ է ու շատ արագ, դրա համար ինքը կարողանում է ամեն օր, հիմա լիքը մարդիկ կարող է չհամաձայնվեն, չէ, որ ուղեղն իրանցից արագ է, բա ոնց է լինում, որ մինչև հիմա լիքը բաներ, որ գիտեք հստակ պետք է անեք, ու ներսից կա ուղղորդումը, ոչ թե ինչ-որ ուրիշի խորհրդով, այլ երբ որ դուք գնում եք քնելու կամ մենակ նստում եք, այդ ժամանակ հասկանում եք, թե ինչքան բան գիտեք ու ինչքան անելու բան ունեք այս աշխարհում ձեր կյանքի հետ, ձեր կյանքը հետաքրքիր սարքելու համար,
հետաքրքիր դարձնելու ամեն վայրկյանը, բայց այդպես էլ չի եկել այդ պահը, այդպես էլ մարդ դեռ փնտրում է, փնտրելուց բացի սպասում է ու այդ ամբողջական այդ ծրագրերի փունջը կարողանում է, որ անընդհատ հետաձգման մեջ գցի։ Ու ինչ է տեղի ունենում։ Այդտեղից դուրս գալու համար պետք է սկսեք ստեղծել այն ժամանակ, երբ որ ձեզ ոչ ոք չի նայում, պետք է սկսեք հասկանալ, որ ձեր հաջողությունը ձերն է, որ ուրիշների համար չեք անում դա, սկսեք հարգել ձեր ճանապարհը, սկսեք հարգել ձեր ստեղծածը, ձեր էներգիան, ճիշտ մարդիկ կգան, ճիշտ մարդիկ կսկսեն տեսանելի լինել ձեր իրականության մեջ ու կստեղծեք ձեր ընտանիքը այն մարդկանց հավատով լցված ու ճշմարտությամբ, որոնց որ միշտ սպասել եք, այն ընկերությունը, այն հրաշալի մարդկանց, որոնց միշտ մտածել եք արդյոք գոյություն ունեն, այո գոյություն ունեն, շատ են այդպիսի մարդիկ, ուղղակի ժամանակն է, որ թաքնված իրանց ներսի անկյուններից սկսեն դուրս գալ, սկսեն գործել, աշխարհն այսօր այդպիսի էներգիաների կարիք ունի, հին համակարգերը վաղուց քանդվել են, հին համակարգերը հիմա խորտակվում են, խեղդվում են իրենց իսկ էներգիայի մեջ, վախի, կոնտրոլի, անընդհատ այդ վախի, դրա համար մի խառնվեք այդ համակարգերին, մի պայքար մղեք, դուք ձեր լույսն ու ձեր ուժը ճիշտ օգտագործեք, հասկացեք, թե ինչ եք ուզում անեք հենց այդ պահին, ոչ թե հետո, հասկացեք, որ հենց այդ պահի արած ձեր ձեռք բերած փորձը թող լինի մի փոքր կաշկանդված, թող լինի մի փոքր խառնաշփոթ վիճակում, թող դուք չունենաք այն բոլոր համապատասխան հագուստը, որը որ ուզում եք, բայց սկսեք անել ձեր սրտին լսելով, ձեր հոգու ուղերձով ու տեսեք, թե ինչ արագ եք ձեռք բերում են վստահությունը։ Վստահությունը տղամարդկային ուժի մեջ չի, վստահությունը այդպես է ուզել մատրիցան, հասկանում եք, որ վստահությունը դա տղամարդկային ուժի, կոպտության ու նման տեսակ բաների մեջ է, բայց այդ տեսակ տղամարդիկ իրանք ամենաշատն են ցավում ներսից, դրսից կարող է ցույց տան, որ հզոր կերպար է, բայց ներսից շատ խորքային ցավ կա։ Ես որտեղից գիտեմ, ես ինքս էլ եմ եղել այդ ծրագրերի ներսում, ինչից ես խոսում եմ, ես ուրեմն անցել եմ այդ ճանապարհով, անցել եմ ինքս ինձ ընդունման ճանապարհով ու հիշելու, դրա համար չենք սպասում ոչ մեկի, չենք սպասում են լավագույն ընկերը, որ պետքա ձեզ լսի, լավագույն մարդը, ձեր ծնողը, իրանք ձեր կողքն են, բայց իրանք ձեր կյանքով չեն կարող ապրել, իրանք չեն կարող ձեր հաջորդ քայլերը ձեզ ուղղորդել, անհատական բոլորը ձեր ներսում գիտեք, ուղղակի նորից եմ ասում, ուղեղը հին ծրագրերով է գործելու երկար ժամանակ, մինչև կարողանաք դուք այդ շրջապտույտից դուրս գալ։ Այդ շրջապտույտից դուրս գալու տարբերակն էլ ասեցի արդեն, փոքր քայլերն է, ամեն օր, դժվար է լինելու, այո, որոշելու եք, պլանավորելու եք անեք, բայց կտեսնեք անցել է մի 7-ից 10 օր ու դեռ չեք արել, ոչինչ, ստեղ մրցակցություն չի, այլ գիտակցվածության այդ ճշմարիտ ձեր հետ լինելու ձևն է, ու այդ ճշմարտությունն էլ ներսի, որ բացեք կապը ձեր հետ, կհասկանաք ինչքան է փոխվում ձեր կյանքը, ինչքան է առողջանում ձեր մարմինը, ինչքան է ուժեղանում ձեր ամբողջ մկանային համակարգը, ինչքան եք սկսում սիրել ձեր իրականությունը։ Աշխարհում կան շատ աշխարհներ, ոչ բոլորն են իրանք այդ տեսնում, իսկ ժամանակն է հիմա եկել, որ դուք սկսեք ձեր աշխարհը տեսնել։ Շնորհակալ եմ։